Հինգերորդ կարևոր բանը, վերջին բանը, որը ես հասկացա աղքատությունից դուրս գալու իմ ճանապարհին, էդն է, որ կյանքում շատ կարևոր է համառությունը, մանավանդ երբ մենք դուրս ենք գալիս ինչ-որ դժվարին փուլից, ինչ-որ փուլից, երբ որ մենք տվյալ բանում ինչ-որ խնդիրներ ենք ունեցել, օրինակ մենք երկար ժամանակ ինչ-որ ֆինանսական խնդիր ենք ունեցել ու հիմա փորձում ենք լուծել մեր ֆինանսական խնդիրը, փորձում ենք ինչ-որ նոր բաներ անել, շատ հնարավոր է, որ մի որոշակի ժամանակահատված չստացվի, այսինքն մենք փորձեր անենք, չստացվի, ինչի որովհետև ճակատագիրը կամ կարմա ասվածը ինքը ունի որոշակի իներցիայի ուժ, այսինքն երբ որ մենք անցած ենք լինում ինչ-որ բացասական ճակատագրի բացասական ցիկլի միջով, այդ իներցիան դեռևս որոշ ժամանակ կարող է գալ մեզ հետ ու եկել մեզ ու մենք ինչ-որ փորձեր կարող ենք անել, ինչ-որ նոր բան ստեղծելու, ինչ-որ խնդիր լուծելու, որը որ կարող ենք զգալ, որ չի ստացվում, մի քանի անգամ ինձ հաճախ դիմում են մարդիկ, ասում են, որ ասես ինչ անում եմ, չի ստացվում, բայց իրականում մենակ այն, որ մենք հասկանում ենք այդ process-ը, որ մենք շոբան փորձում ենք ու դա չի ստացվում, այդ արդեն իսկ նշանակում է, որ մենք որոշակի բացասական փուլից դուրս գալու ճանապարհին ենք, ուղղակի նորից ճակատագիրը ինքը ունի որոշակի իներցիա ու ինչ որ բացասական փուլից հետո այդ իներցիան դեռևս որոշ ժամանակ շարունակվում է ու կարող տպավորություն լինի, որ նույն ես անում եմ, չի ստացվում, ու այսպես ընտեղն է, երբ որ մարդուն պետք է համառություն նշանակում է տվյալ դեպքում, որ ես պատրաստ եմ փորձել նորից ու նորից, փորձել ամեն անգամ ինչ որ դաս քաղելով, ես կարող եմ 100 անգամ փորձել, ոնց որ կա Թոմաս Էդիսոնի օրինակը, ով որ հնարել է լամպուշկան, որից որ մենք ամեն օր օգտվում ենք ու ասում է, որ ինքը 10,000 անգամ փորձել է ու դա իր մոտ չի ստացվել։ Այդ կոչվում է համառություն, ամեն անգամ երբ որ մենք ինչ-որ բան փորձում ենք, իրականում դաժե թե լինում է ինչ-որ բացասական փորձ, ու այդ եւս մի մոտիվացիա է, որպեսզի չվախենանք ինչ-որ նոր իրավիճակներից, ինչ-որ նոր փուլերից, որովհետեւ նույնիսկ երբ որ մենք ինչ-որ բան փորձում ենք ու այդ չի ստացվում, այդ ընթացքում մենք որոշակի արժեքավոր դաս ենք քաղում։ Ու հենց այդ համառությունը, երբ որ ես պատրաստ եմ նորից փորձել, հասկանալով, որ այո, կարող է եւ չստացվի, կարող է մի քանի անգամ չստացվի, բայց այդ ընթացքում ես շատ արժեքավոր փորձ կստանամ ու ոնց որ այդ մարդն ասում, կբացահայտեմ եւս մի բան, որը որ չի աշխատում ու մի քայլով կմոտենամ դեպի իմ հաջողությունը։ Այդ նույնպես կարող է տեղ ունենալ կյանքի ամենատարբեր ոլորտներում, թե ֆինանսներում, թե հարաբերություններում, երբ որ ես ինչ-որ բան փորձում եմ, չի ստացվում, նորից եմ փորձում, նորից չի ստացվում, ու այդ կոչվում է համառություն, երբ որ իմ տրամադրությունը, ասենց ասած, այնպեսին է, որ դաժե եթե պետք լինի ամբողջ կյանքս 1000 անգամ փորձել, ես մեկը կփորձեմ մինչև որ հասնեմ իմ ուզածի։ Այդ կոչվում է համառություն, ու նման մարդիկ իրանք ուղղակի չեն կարող չհասնել հաջողության։ Այստեղ միայն թե հարցը նրանում է, թե ինչքանով ենք մենք ճիշտ նպատակ դրել, ու ճիշտ նպատակը նաև այդ որոշակի փորձությունը, որոշակի հուշում է, նույնպես թե արդյոք մենք ճիշտ նպատակ ենք դրել, որտեղ եթե մենք ինչ-որ ասենց կեղծ նպատակ ենք դրած լինում, մի փորձանում ենք չի ստացվում ու կամ չենք էլ փորձում, երբեմն կամ մի անգամ փորձում ենք չի ստացվում ու արդեն հուսահատվում ենք, այդ նաև թեստ է, թե ինչքանում ենք մենք ճիշտ նպատակ դրել, ու եթե մենք նպատակ իսկապես ճիշտ ենք դրել, այսինքն մենք մեր ֆոկուսը իսկականից այն բանի վրա է, ինչ որ մենք իրոք ուզում ենք փոխել կամ ինչին որ մենք իրոք ուզում ենք հասնել, այդ մեզ բերում է համառությունը իր հերթին բերում է այն, որ մենք վաղ թե ուշ իրականացնում ենք այդ նպատակը։ Այդ հաղթողի տրամադրությունն է, տրամադրվածությունն է, այդ տրամադրվածությունն է, որով որ զինված են հաջողակ մարդիկ, հաղթող մարդիկ, ու այդ ուղղակի բարձ հուշումն այն բանի, որ մարդը անպայման հաջողություն հասնելու։ Այդ կոչվում է համառություն, ու այդպիսի համառություն ունենալը կյանքի այս կամ այն հարցում, այս կամ այն ասպեկտում, այդ այն վերջին դասն է, որը որ ես ուզում եի կիսվել այս վիդեոների շարքում, այն 5 դասերի հետ կապված, որոնք որ ես սովորել եմ աղքատությունից դուրս գալու իմ ճանապարհին, շատ հույս ունեմ, որ ինչ-որ մեկին դրանք կօգնեն։ Ես շատ կուզեի, որպեսզի ամենասկզբում ինձ ինչ-որ մեկը ասած լիներ այս դասերի մասին։